Ողջույն բարեկամներ, օրը սկսենք լավ լուրերով։ Այսօրը օգոստոսի 2-ը կարելի է անվանել ադրբեջանական եւ ՔՊ-ական պրոպագանդայի սև կիրակի։ Ինչու՞ նա բան է, ես միանգամից որոշեցի նորությունով սկսեմ։ Ստեփան Հասան Ջալալյան, օգտատերը, գտել շատ կարևոր հաստատուրդ եւ տարածել այն Էրիկ Դրամոնդ, որը հանդիսանում է գլխավոր քարտուղարը ազգերի լիգայի, որը ՄԱԿ-ից առաջ գոյություն ունեցող հիմնարկն է, որի աստորեն իրավահաջորդն է հենց ՄԱԿ-ը, որը հայտնում է մեզ, որ Ադրբեջան անունը, որը ընտրվել է այս նոր գոյացության համար, այս քարսկերային ռուսկի համար, որ կոչվում է Ադրբեջան, դա վերցրած է Իրանի տարածքի ռեգիոնից 24 11-րդ ամիս 1920 թիվ նոյեմբերի 24 սա է զեկուցում մեզ գլխավոր քարտուղարը ազգերի լիգայի դե հիմա արգելի ընդդիմադիրներ այն իբր որ Նիկոլ չեն սիրում բայց ոչ մի ձև չեն կարողանում հետը կռիվ տալ այն իբր Ադրբեջանի պրոպագանդայի դեմ ուզում են կռիվ տան բայց փաստեր չունեն որտեղ ունդ ալմաթի ինչ որ բաներ կա ինչ որ հղումներ են անում պայմանավորվածությունների վրա ուրեմն վերցնում եք սա կպում եք մեծ կպցնում եք բոլորիդ կրծքին որ բոլորը տեսնեք իրար հետ խոսալու ժամանակ որ նման պետություն գոյություն չի ունեցել նման գոյացություն եւ այդ ստեղծող այդ երկիրը ստեղծող ազգերի լիգայի նախագահը 20 թվականի նոյեմբերի 20-ին դրա մասին գրում է հենց նրանք ովքեր որ ստեղծել են թե հիմա սա ո՞ս կօգտագործեք հարգելի քաղաքական գործիչներ խմբակցություններ ազգային ժողովի ճակերտավոր ընդդիմություն կամ չեք օգտագործի դա արդեն ձեր շնորհքն ես վստահ եմ որ դուք առանձնապես բաներ չեք անել բայց իմացեք որ այսպիսի մի թուղթ կա որ ապացուցում է որ նման գոյացություն Ադրբեջան ինչպես մենք գիտենք փաստերով ապացուցում է խնդրեմ կոնկրետ հղումը ազգերի լիգայի որոշումով որ նրանք են դրել սրա անունը Ադրբեջան որը վերցրած է հենց Իրանի տարածքում գտնվող նահանգից հետևաբար ոստեղ ինչ որ մի բան եղել է որը պատկանում է այսօրվա այս fake Ադրբեջանին պատկանող նույնքան հիմարություն է ինչքան դրա մասին պնդել պարզ է այս է դրա մասին եւ այսպես այս fake գոյացություն Ադրբեջան որ կա ինքը ուղղակի ստեղծված է 20 թվականին եւ դրանից առաջ չի եղել նման բան հետևաբար ինքը ոչ մի հավակնություն չի կարող ունենալ ոչ մի պետության տարածքին պարզ էր ասածս